Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկրոսի Post-Scriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Խորշոդյանը, շնորհակալություն Աշոտյան։ Բարև ձեզ։ Մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, մանավանդ որ Երևանում միջկառավարական նիստն է կայացել։ Ընդհանրապես կարծես թե վնասները ավելի շատ են, քան օգուտները։ Մի երկու թիվ բերեմ, եթե համաձայն եք այդ թվի հետ, խնդրում եմ մեկնաբանել։ ԵԱՏՄ-ը ուրեմն ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ կրճատվել է նախորդ տարվա հետ համեմատ 30%-ով։ Իսկ իրար հետ 17%-ով։ Այսինքն, եթե դա ճիշտ է, ուրեմն ԵԱՏՄ-ն մենակ խանգարել է, հա, չի օգնել։ Դժվար է վերլուծել, որտեղ համաշխարհային ճգնաժամ կա, այսօր ամբողջ աշխարհում է առևտուրը, այսպես ասեմ, կրճատ է եւ լճացե, բացի դրանից իհարկե կա քաղաքական սանկցիաները, գիտեք, Ռուսաստանի հանդեպ եւ նավթի գնի անկումը, որը էական գնողունակությունը ինչեցրել է, երբ ԵԱՏՄ-ին Հայաստանը մտնում, այդ գործոնները չկար ուղղակի եւ հնարավոր չէր պատկերացնել։ Այսպես գնահատեմ, ԵԱՏՄ-ն ավելի անկայուն շուկա է եւ այս անկայունությունը մեզ ավելի շատ իհարկե վնասեց։ Նա այնքան կայուն չի, որ այդ մեծ գլոբալ ճգնաժամը այդքան էական չազդեր։ Ինչու է անկայուն։ Մեկ պատասխանով, եթե այդ հարցին պատասխանեմ, այն ժամանակակից տնտեսություն չի։ Այսինքն հիմնված չի ժամանակակից եւ արդյունավետ եւ մրցունակ տեխնոլոգիաների վրա։ Ինքը հիմնականում ԵԱՏՄ-ն ամբողջությամբ դրա երկու երկիր ամենամեծ ըստ էության մեծ տնտեսությունները Ղազախստանը եւ Ռուսաստանը, դրանք նավթային ուղղակի տնտեսություններ էին։ Եվ նավթից էր կախված մնացած ամբողջ ճյուղերը։ Բարձր։ Իսկ կայուն շուկայի որևէ օրինակ բերեք։ Եվրամիությունը համեմատաբար կայուն է օրինակ։ Նկատի ունեմ միություն շուկաները, եթե վերցնենք, ավելի կայուն է։ Ճապոնիան էլ օրինակ կայուն է, բայց այնտեղ էլ վերջի շրջանային ռեցեսիան ազդեց, բավական լուրջ ազդեց, եթե վերցնենք որպես տնտեսություն, Ճապոնիան է փոքր տնտեսություն չի։ Օրինակ այս պահին այնտեղ էլ ելքեր չեն գտնում, ինչպես դուրս գան պահանջարկի մեծացումից, այնտեղ հիմնականում սպառումն է կանգնում, մարդիկ չեն ուզում սպառել, ավտոմատ տնտեսությունը իջնում է ներքև, այսպիսի վիճակ է օրինակ։ Այսինքն նավթի գինը, որի իջելը պարզ է, հա, դա ընդհանուր տնտեսական բացասական գործոն է։ Իսկ մնացած երկրներում ռեցեսիան ինչու է բացատրվում։ Պահանջարկի անկումով փոխկապակցված է այսօր տնտեսությունը, ընդհանուր պահանջարկ, այսինքն մարդիկ չեն ցանկանում գնել տարբեր պատճառներով, իջել է եւ դա անմիջապես թիվ 1 արտահանողի վրա է ազդել, որը աշխարհում դա Չինաստանն է։ Այսօր ցանկացած իր որ գնում եք ինչ որ չափով մեջ չինական ինչ որ բան կա։ Չինաստանի ռեցեսիան բերեց ավտոմատ շղթայաձև նոր եւ նավթի գնանկման, որտեղ նավթի էական սպառող է եւ այդ շղթան սկսեց աշխատել եւ եթե գանք տնտեսական մոդելներին, մենք ընկանք այսպես ասած ամենաերկար ցիկլերի ներքևի կետում, որը որոշ ժամանակ հետո բարձրանալու է, իսկ սա հավերժ չի լինելու, տնտեսական օրենքները դա են։ Ինչի շնորհիվ։ Բնական ուղղակի process է դա, այդպես տեղի ունենում, սովորաբար տնտեսական ենթակառուցվածքներն են էական փոփոխվում, այսինքն որոշ ճյուղեր կարող է իսպառ անհետանան, նոր ճյուղեր ստեղծվեն եւ այլն, նոր տեխնոլոգիաներ, այդ դրա շնորհիվ փոխվում է տնտեսական կառուցվածքը։ Համաշխարհային տնտեսական կառուցվածքը մենք այ ընկետին ենք, որ կարող փոխվի հիմա։ Այնուամենայնիվ, հա, ինչպես Երևանում, այդ անցած շաբաթ ընդհանրապես այդ ԵԱՏՄ վարչապետները, նախագահները, տարբեր գերատեսչությունների ղեկավարները բարբերաբար հավաքվում են, ինչ-որ հարցեր են քննարկում։ Դա պարզապես օդի մեջ քննարկում է, ինչպես ԱՊՀ-ն, հա, սկզբից դա քաղաքակիրթ ապահարզանի մեխանիզմ էր, հետո դարձավ թղթի վրա ինչ-որ բան։ ԱՊՀ-ի հետ համատությունը դուրս եկավ, ԱՊՀ-ն երբ ստեղծվում էր, հանրապետություններից բոլորը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունն է, մտածում էին, որ դա Խորհրդային Միության տնտեսական շարունակությունն է, քաղաքականը առանձնացանք, սուվերեն դառանք, տնտեսական այդպես չստացվեց, այսինքն ԱՊՀ-ն դառավ իրոք համարյա կիսաձևական կառույց, երբ ԵԱՏՄ-ն ստեղծվում էր, եկեք հիշենք դրա ակունքները, մասնավորապես Պուտինի դրույթները, նաև նախընտրական, Պուտինը մտածում էր, որ ԵԱՏՄ-ն պետք է լինի այնպիսի մեծ տնտեսական դաշտ, որպեսզի նա կարողանա որպես մեկ տնտեսական բլոկ բանակցի այլ բլոկների հետ, մասնավորապես Եվրամիության։ Դա տեղի չունեցավ, մասնավորապես Ուկրաինան, որը բավական մեծ
կտոր էր ԵԱՏՄ-ի համար, այսպես ասեմ, որը չմիացավ։ Եթե Ուկրաինան լիներ, եթե լիներ այլ խոսակցություն կլիներ։ Ու քիչ չի էլի, մի 80 միլիոն կարծեմ բնակչություն, քիչ չի, այսինքն մի մեծ շուկայի մի ահռելի։ Հայաստանը այդտեղ էականում մենք չենք։ Այսինքն այս պայմաններում Պուտինի հիմնական ցանկությունը, որպեսզի տնտեսապես կարողանա նստի սեղանի շուրջ եւ ստիպի բանակցություններ կամ հասկանան, որ իր հետ պետք է բանակցեն, չստացվեց։ ԵԱՏՄ-ն չեղավ այն տնտեսական ուժը, որի հետ կնստեին կբանակցեին, եւ դրանից հետո փոփոխություն կատարվեց, ԵԱՏՄ-ին մտավ նաեւ քաղաքական էլեմենտը, ինչ որ առումով շատերը այդպես չէ, բայց խոսում են ԽՍՀՄ.2, հա, եւ այլն։ Եվ ԵԱՏՄ-ն հիմա փորձում է ներքին իր հետ կանոնակարգել, այսպես ասած, շուկայի կանոնները, ներքին շուկա դառնալ ինքն իր համար, բայց չի կարող։ Դուք նշեցիք հիմնական տեխնոլոգիաներն են։ Նոր տեխնոլոգիաները երբ չունես, դու ստիպված այսպիսի, այսինքն որակյալ սարքերը դրսից ես բերելու, որոնք հիմնականում ամենաշատ եկամուտ ապահովող փաստորեն տեխնոլոգիաներն են։ Այսինքն, չգիտեմ, նավթը, ոսկին, մոլիբդենը, գազը եւ այլն, դրանք եկամուտ չեն ապահովում։ Դրանք համարվում են երրորդ կարգի երկրների եկամուտ, որովհետև դրանք ոչ արտադրողական եկամուտ են, այսինքն մեկ աշխատողի հաշվով իր եկամուտը սահմանափակ է, շատ էական սահմանափակ է եւ դու կարող ես աճես ինչ-որ կետի եւ կմնաս այդ կետի վրա, դրանից ավել չես կարող գնալ։ Եթե այդքան անարդյունավետ կառույց է, հա, ապա ինչու դրա նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում եւ Երևանում դրա մասին խոսեց Չինաստանը, Վիետնամը, Հնդկաստանը եւ այլն։ Ռուսաստանը այստեղ մի քիչ ազնիվ չի խաղում, այսպես ասեմ, Ռուսաստանը ԵԱՏՄ ունենալով համարյա նման ֆորմատի բանակցություններ ոչ ԵԱՏՄ երկրների հետ է վարում, մասնավորապես մետաքսի ճանապարհի, օրինակ, բանակցությունները որոշակի արտոնություններով Չինաստանին եւ այլն, դա հղի է մեծ վտանգներով, որտեղ Ռուսաստանը փորձում է բոլոր աթոռներին նստել հնարավոր, այսպես ասեմ, մեկ միասնական ռազմավարություն որ չունես, կարող է բոլոր քո այդ տակտիկական քայլերը չաշխատեն։ Այսինքն Ռուսաստանը վերջնական ռազմավարություն իր համար չի որոշել, որ ԵԱՏՄ-ն է իր ապագան, կարող եմ այսպես ասել, դրա համար նման բանակցություններ է վարում։ Այդ Ռուսաստանն է վարում։ Դա Ռուսաստանն է վարում, որտեղ ասում են, որ մենք որոշում ընդունեցինք, որ ԵԱՏՄ-ն բանակցություններ է։ Այսպես ասեմ, ինքը ԵԱՏՄ-ն որպես շուկա, Հայաստանը այդտեղ համարյա, Հայաստանը փորձելու է օգտվի մեծ շուկաներից, մասնավորապես Ռուսաստանից, այսօրվա թվերը դա են տալի, ընդհանրապես այդ մակարդակով։ Իսկ նույն Չինաստանը այնքան մեծ շուկա է, որ ինքը այլ մասնավորապես իր սպառման ամենամեծ շուկաները երբեք մի կողմ չի դնելու։ Չինաստանը հստակ պատկերացնել է ինչքան մեծ շուկա ունի աշխարհում, Թուրքիան, եկեք գանք Թուրքիային, նույն Թուրքիան ամբողջ Եվրամիությունը իր համար շատ մեծ շուկա է, երբեք նա չի հրաժարվի նման շուկայից հան Ռուսաստանի։ Այսինքն եթե նման խոսակցություններ լինում են, ընդհանրապես ես դրանք կոչում եմ քաղաքական ավանտյուրաներ, այսինքն դրանք անհեռանկար ուղղակի զրույցներ են։ Նաև Մեդվեդևը Երևանում խոսել է նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի մասին, քանի որ երկու պետություն ունեն նավթ եւ նավթամթերք, երկուսը չունեն, մենք եւ Ղրղստանը ինչ գործ ունենք դրա հետ։ Նույնիսկ Ռուսաստանը այդտեղ գործ ունի, որտեղ նավթի այնպիսի մեծ շուկաներ կան, որ ոչ մեկ երկիր չի կարա նավթի շուկայում էական փոփոխություն անի, եթե չպայմանավորվի բոլորի հետ։ Այսինքն քաղաքականապես պետք է այնպիսի դաշնակցական հարաբերությունների մեջ գտնվես նույն OPEC-ի երկրների հետ, որ միասնական որոշում կայացնես եւ ազդես նավթի վրա, մինչդեռ այդ շուկան այդպեսին չի։ Նավթի շուկան այսօր անգամ, ասենց ասեմ, կատարյալ մրցակցային է։ Կատարյալ մրցակցային նշանակում է ոչ մի առանձին խաղացող գնի վրա չի կարող ազդել։ Ինչքան էլ ցանկանա, չի կարող ազդել։ Նույնիսկ ամենախոշոր խաղացողը չի կարող ազդել։ Այդ նավթի վիճակը հիմա այդպեսին է։ Եվ Իրանը չի կարող ազդել, որ հիմա կարողանում է ծախի։ Չի կարող, ինքը կարող է, այսպես ասեմ, Իրանը օրինակ արտանումը կարող է շատացնի, մի երկիր քչացնի, գնային գործոն այդտեղ աշխատի։ Մեկ խաղացող իրական չի կարող։ Պետք է մի քանիսով էական միավորվեն ինչ որ լուրջ քայլ անեն, որպեսզի կարողանան ազդել շուկայի վրա եւ վերջի բանակցությունների երևի այդ Հորդանանում, հա, որ տեղի ունեցավ, որ քչացնեն, որոշումը այսպիսին էր, պահեն արտահանման նույն մակարդակի վրա, որպեսզի գները ավելի շատ չինչնեն։
Բայց այդ մակարդակը իջնում է։ Էլի իջնում է, որովհետև պահանջարկը էականորեն ազդում է, նավթի պահանջարկը կտրուկիչ է ամբողջ աշխարհում։ Մի գործոնը ասեցի, արդյունաբերական գործոնը ասեցի, կա նաև այլընտրանքային էներգիայի գործոնը, որը երբ նայում ենք էներգետիկ ռազմավարական պլանները զարգացած երկրների, բոլորը այլընտրանքային էներգիայի վրա են ասում։ Այդ շերտակարը իդեպ, հա, լուրջ է, հա, թե որտեղ ռուսական եթե բաներ են այս աղբյուրները, այդ ամերիկան խափում է եւ այլն, այդպիսի բաներ են ասում։ Իրական ռուսական նավթին շատ չի մնացել մի 15 տարվա պաշար, իհարկե Սառուցյալ օվկիանոսի իհարկե պաշարները եթե սկսեն կարողանան օգտագործել մի քիչ այլ թեմա է լինում, բայց բավական լուրջ է այլընտրանքային աղբյուրները, գիտական պլանները կան եւ դրա ամենալուրջը, այսպես ասեմ, մեծ գիտական հեղաշրջում կամ կլինի կամ չի լինի մոտիկ են այդ սառը սինթեզն է ատոմային եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Այսինքն գիտություն կանգնած չի եւ նավթի պատանդը չի։ Այդ միշտ Ադրբեջանի նույնպես 15 տարի մնաց։ Չէ, 1.5 տարի մնաց։ Հաստատ։ Հա, Ադրբեջանի դրա համար է այդքան ակտիվացել։ Ադրբեջանի նավթը, Ադրբեջանի դեպ նույնպես ստորագրեց թեյփր նույն դրանից ավել մակարդակ չի արտանի, չի կարող արտանել, ինչքան շատ ուզի էլ չի կարող, այդ ուղղակի գեղեցիկ քաղաքական քայլ արեց իր կողմից։ Այսօր Ադրբեջանի նավթը տարուկես հետո կտրուկ իջնում է արտահանումը, ուղղակի գնային գործոնը շատ ավելի շուտ հարվածեց Ադրբեջանի նավթին եւ իրոք Ադրբեջանը կարող է շատ անկայուն վիճակում հայտնվել, մենք պետք է դա միշտ հաշվի առնենք, շատ ավելի անկայուն, քան այսօր է։ Այս պահին ինքը ֆինանսապես նույնպես շատ վտանգավոր վիճակում է եւ ուղղակի մի բան ասեմ, բանկերը դոլարային դեպոզիտները ուղղակի ժողովրդին չեն տալի այս պահին, այնտեղ սառեցված է։ Այո։ Ինչը բնականաբար մեզ համար կարող է ունենալ քաղաքական հետևանքներ։ Ինքը կարող է պատերազմի հետևանք լինի, կարող է եւ պատերազմի հետևանք էր, այսինքն մենք չգիտենք ներքին շարժառիթները, բայց ինքը մի գործոն է, որ սոցիալական անկայունության հիմք կարող է լինել, որը վտանգավոր է։ Դառնալով ԵԱՏՄ-ին, հա, միասնակ նաեւ ուրեմն Չինաստանի հետ բանակցություններ ասեցինք, ընդհանուր նավթային շուկա ասեցինք, նաեւ ասում եմ միասնական մաքսային օրենսգիրք պետք է մշակվի եւ Մեդվեդև ասեց եկեք վերջնաժամկետ վերջապես դնենք այդ մշակման։ Դա ինչ է եւ ինչի կարող է բերել։ Ստանդարտների խնդիրը կարող է այդտեղ առաջանալ, միայն մաքսային օրենսգիրքը չի։ Կոնկրետ տարիֆները իհարկե ֆիքսված են, ասեմ Հայաստանը մինչև 2022 թվականը սահուն է անցնում ԵԱՏՄ-ի, այսինքն դեռևս 6-7 տարի մենք ըստ էության մի քիչ ավելի արտոնյալ վիճակում ենք գտնվելու, բանակցությունները բարեհաջող ենք այդ առումով արել, որ կտրուկ չփոխենք տարիֆները։ Բացի դրանից այդ միասնական մաքսային օրենսգիրքը գիտեք մի ցանկություն է, այսպես ասեմ, երբ գնում պրակտիկ տեսնում ես ինչպես են աշխատում եւ նայում ես թղթերի վրա ինչ է գրված, առաջի հարցը որ տալիս ես լավ գեղեցիկ գրել եք ինչպես եք անելու։ Այսինքն եւ Հայաստանում եւ Ռուսաստանում եւ Ղազախստանում մենք կառավարման որակի խնդիր ունենք եւ միասնական ունենալը նշանակում է վերջի վերջո վերահսկել սահմանները ինչպես, հա, ասենց ասեմ, այնպես որ օրենքն է գերակայում եւ փաստորեն մաքսային խախտումներ չի լինի, դա է հարցը։ Այդ դեպքում հարց է ծագում երկրի ներսում էլ պետքա նույն հանցագործության, տնտեսական հանցագործության հանդեպ վերաբերմունք լինի, ինչը պլաններում չի երևում ոչ մի երկրի։ Եվ այդտեղից երկրորդ թեզն է մոտ ծագում, որ պարզապես խորհրդային միության մոդելն են ավելի շատ ուզում, այսինքն սահմանները ավելի շատ վերահսկել լինի, ուղղակի այդ ցանկությունն է տնտեսական առումով։ Մասնակի հնչում է ոնց որ փակ պետություն լինի, որը չենք կարող այլևս անել, բնական է չենք կարող, բայց ինքը հնչում է այդպեսին, որ եկեք սահմանները խիստ լինի, հետո ներսում տեսնենք ինչ ենք անում։ Որը նույնպես վիճահարույց է, չէ՞։ Հա, կառավարման տեսակետից դրանք զուգահեռ պետք է լինեն։ Համատության համար ասեմ, մաքսային միությունները շատ երկար նույն Եվրոպան շատ դանդաղ է անցել, մինչև դարձել է Եվրամիություն, տարիներ շարունակ բանակցել են եւ համապատասխանացրել են շատ երկրի օրենսդրություններ եւ ստանդարտներ։ Արաբական երկրների մաքսային միության ցանկություն կա ստեղծելու 25 տարիա բանակցում են չեն կարող գան։ Ես որքան գիտեմ, օրինակ Մեքսիկան եւ Միացյալ Նահանգները, հա, կա մաքսային միությունն են։ Չէ, այնտեղ կա այլ հարաբերություններ, հա, այդ համագործակցության, առևտրային համագործակցության, որը ոնց ասեմ, 70 թվականներից հափոխվում է բանակցում են ժամանակ գատներ եւ այլն, որը առևտրի համաշխարհային կազմակերպություն դառավ միջազգային, բայց ասիական բլոկը մնաց նավթան եւ այլն, դրանք
Կամ բիզնես շահեր, լուրջ տնտեսական շահեր, բանակցվում համապատասխանեցնում են երկար process-ը։ Այսպես արագ անել նշանակում է ռիսկեր ընդգրկել։ Մեզ մոտ այդ արագ անելու ցանկությունը մեզ մոտ Ռուսաստանն է նկատվում, հա, հղի է շատ այն վտանգները, որ կարող է որոշ կարևոր մանրուքներ հաշվի չառնվեն։ Եվ այդ արագությունն է ինձ վախացնում մի կողմից, մյուս կողմից էլ եկեք դրականն էլ ասեմ, որտեղ անդադ ռիսկերից եմ խոսում, կոնկրետ Հայաստանի համար մենք այս պահին ունենք երկու տնտեսություն, որ առևտրաշրջանառության առումով մի կարևոր ցուցանիշ կա տեսականին ապրանքների, քանի որ հարց տվեցի կայունությունից, կայունությունը ապրանքների տեսականն է, երբ մի ապրանք է քո հիմնական արտանում կամ ներմուծում, դու շատ ես կախված այդ մի ապրանքից։ Երկու երկիր կա, որ Հայաստանը բարվոք վիճակում է, մեկը Ռուսաստանն է, որտեղ մենք իրոք տարբեր տեսակի ապրանք ենք արտահանում, նաև ներմուծում, չնայած ներմուծման տեղում առաջի տեղում Գերմանիան է։ Եվ ամբողջ աշխարհում է Գերմանիան էլ իր տեսականի առաջ տեղում։ Երկրորդ Վրաստանն է։ Մենք Վրաստանի հետ իրոք շատ կայուն, թեկուզ փոքր է շուկան, բայց կայուն է։ Եվ Վրաստանի հետ մենք կարողացել ենք արտոնյալ պայման, այսպես ասած, ստանալ ԵԱՏՄ-ի հետ բանակցություններից ազատ առևտրի գոտին են գտնում։ Դա մեծ հնարավորությունների դաշտ է բացում, ըստ էության այդ երկու շուկան զարգացնելու մեզ համար, քանի մենք փոքր ենք, եւ այդ ուղղությամբ տնտեսությունը զարգացնելը մենակ մի ցուցանիշ է պետք լինել մրցունակ, որի համար քո արտադրողականությունը պետք է բարձր լինի։ Մրցունակ լինել տեխնոլոգիայի դարում շատ դժվար է, շատ։ Մեզնից ցանկացածը կարող է հենց հիմա մտնել ինտերնետով ցանկացած գործարան գնել Չինաստանից, բերել ստե արտադրել։ Բայց երբեք դու մրցունակ չես լինի, որտեղ դա նույն տեխնոլոգիան է, որը կարա ցանկացած Ռուսաստանի քաղաքացի է գնել իր մոտ դնել, ինքը էներգետիկ առավելությունն իր մոտ էժան է, էլեկտրաէներգիան օրինակ, կամ աշխատուժն էլ է դեպ այնտեղ էժան քան այստեղ, որտեղ Տաջիկստանից են գալի եւ այլն շատ էժան աշխատուժ ունի, որոնք հենց այդ գործարաններում կամ փոքր գործարաններում աշխատում են։ Եվ քո ապրանքը միշտ ավելի թանկ կստացվի ինքնարժեքով, քան Ռուսաստանում։ Այսինքն մենք պետք է կարողանանք գտնել այնպիսի մի տնտեսական մի դիրք, որտեղ կարող ունենք առավելություն։ Դա է մեր այլընտրանքը տնտեսական ԵԱՏՄ-ում։ Կոնյակը եւ մնացած, հա։ Կոնյակն էլ նույն կոնյակը, հենց մեր կոնյակին գանք, գյուղատնտեսական այդ տեսակի ապրանքները արտադրողական համարվում են, եթե դու կարողանում ես ստեղծել ապրանքանիշ, որը ավտոմատ գինը բարձրացնում է էական։ Այդ ժամանակ քո հասարակ աշխատող ավելի թանկ ապրանք ոնց որ ստեղծի, այսինքն դու պետք է շատ լավ, ավելի շատ լավ մարքեթինգ ունենաս, քան կոնյակ, այսպես ձևակերպեմ։ Մեր կոնյակը այդ շուկայում ցածր գնային շուկայի վերևի գծի վրա է։ Մենք կարող ենք թռիչք անել թանկարժեք կոնյակների շարք, թե չէ, դա ես գիտեմ, որ մեր կոնյակի գործարանը կվախենա մտնի այդ դաշտ, որտեղ այնտեղ շատ մեծ գիգանտներ կան, հզոր մարքեթինգով, այսպես ասած, եւ Ռուսաստանում, բայց գիտեք, մեր կոնյակը հեղինակությունն է, անուն ունի, բայց որպես ցածր խավի համար բարձրակարգ խմիչք, այսպես ձևակերպեմ, ոչ թե բարձր խավի համար բարձրակարգ խմիչք։ Դա լուրջ մարքեթինգ է, մեր կոնյակի գործարանը մարքեթինգի վրա ահագին գումարներ է ծախսում։ Խոսքը ֆրանսիացիների ֆրանսիացիների հետ մրցակցելը հեշտ չի, շատ դժվար։ Եվ բարձրորակ կոնյակ ունենալը բավարար չէ, ինչպես ասեցի։ Դա արդեն դու մտնում ես, իդեպ այսօրվա տնտեսության մոտ 15%-ը հենց դրանից է կազմված մարքեթինգի դաշտ, այսինքն դու քո ապրանք կարողանաս գինը բարձրացնել, ֆիզիկական իր պարամետրերը թողնելով նույնը։ Ես իդեպ, քանի որ խմիչքի մասին գնաց, հա, ես իդեպ զարմանում եմ, թե ինչպես է չիլիական, ասենք թե գինին, հա, որը ոչ մի մարքեթինգ չի արվում, ոչ մի բրենդային բան չի, Հայաստանում արժի ավելի էժան, քան հայկական գինին։ Մարքեթինգը գին է բարձրացնում, կա էժան մարքեթինգ, չիլիականն էլ իր մարքեթինգն է անում, այսպես ասեմ, ամեն մեկը իր բանն է անում։ Իսկ թե ինչու էժան, ես կան վերլուծություններ պետք է ուղղակի նայել, ես օրինակ գինին չգիտեմ, մեղրն եմ հետազոտել, ինչու է չինական մեղրը այդքան էժան, բարձում է մեղվի փեթակները ուսին դրած են չինացիք տանում, այսինքն տրանսպորտի վրա փող չեն ծախսում, ինչ դեռ տրանսպորտը մեղ փեթակը տեղից տեղ տեղափոխելը ծախսի էական մաս է կազմում։ Այսինքն ամեն մի երկիր ունի ինչ որ մի ձև, հա,
Իսկ Լատինական Ամերիկային պետքա շատ զգուշ վերաբերվել, ընդհանրապես մենք մի մեծ խնդիր ունենք անում Բելարուսիայի հետ, էլ նշեմ, որտեղ թաքնված կամ ուղղակի պետական սուբսիդիաներով կարող է գինը իջեցված լինել։ Եվ ազատ առևտուրը արգելում է նման բաներ, պետքա միշտ պայքարել, նույն բրազիլական հավերի դեմ համաշխարհային պատերազմ կա, որտեղ Բրազիլիայի կառավարությունը թաքնված սուբսիդավորում է եւ շատ երկրներ չեն կարող պարզապես մրցակցել այդ հավի դեմ։ Այսինքն մենք ունենք ԵԱՏՄ մի երկիր, որի տնտեսական կոնյունկտուրան տարբերվում է մնացած բոլորից, դա շուկայական չի, հա, շուկայական չի։ Այնտեղ լուրջ պետական սուբսիդավորում կա եւ մրցակցությունը անազնիվ է ստացվում բելարուսական ապրանքների հետ։ Այնուամենայնիվ այս բացասական ֆոնի վրա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 8%-ով բարձրացել է, ինչպես։ Այ, պիտի հիշեմ։ Արտահանում այսինքն։ Հա, հիշեցի, որտեվ մի քանի տողով էական անկում ունենք, նույն հենց կոնյակը եւ այլը, որ գնային գործոնով է պայմանավորված, ռուսական փոխարժեքը կտրուկ արժե զրկվեց, ավտոմատ քանակը մնաց նույնը մեր արտահանման գնային տուժեցինք, այսպես ձևակերպեմ։ Ես հիշում եմ, որ գյուղատնտեսակ արտադրանք եւ արդյունաբերությունը անցած տարի աճ արձանագրեց, հիմնականում մինչեւ ամառ չէր երևում, օգոստոս-սեպտեմբերին երևաց, նույն Ծիրանի բերքը եւ այլն, այսպես չեմ ուզում մանրանալ, որտեվ չեմ էլ հիշում, բայց կան ոլորտներ, որտեղ այո, մենք կարողացանք արտահանել եւ ես իզուր չնշեցի Վրաստանն ու Ռուսաստանը, մեր առևտրի մեջ այդ երկու երկիրը կարևոր դեր են զբաղեցնում, այսինքն մենք միշտ պետք է հիշենք, ճիշտ է Եվրամիություն մեր արտահանում ամենահիմնականն է 50%-ի կարգի, բայց հիմնականում հումք ենք մենք արտահանում, պղինձ մոլիբդեն, նաև մեր երկաթ ինչ-որ չափով, այսինքն մենք Եվրամիության հետ նույնիսկ ոչ մի տնտեսական հարաբերության մեջ եթե չգտնվենք, այդ ապրանք կարանք այնտեղ վաճառենք։ Իսկ Հայաստանի համար ռեալ է, հա, այդ ասելը հեշտ է իհարկե, հա, այնուամենայնիվ արտադրել ինչ-որ բաներ, որոնք կապված են բարձր տեխնոլոգիաների հետ, չգիտեմ, կոմպյուտերային ծրագրեր եւ այլն, որոնք որտեղ տեսականորեն մենք կարող ենք ունենալ ինչ-որ պոտենցիալ, բայց առայժմ չունենք։ Անցած տարի բավական մեծ աճ արձանագրեցինք նույն ինֆորմացիոն տեխնոլոգիաների արտահանումը։ Այդ ոլորտը կառավարությունից անկախ եւ մի քիչ աջակցելով վերջերս օրենքով աջակցեցին, արտոնություն տվեցին փոքրերին, իրոք զարգանում է եւ այդտեղ օրինակ անելիք ունենք։ Այդտեղ առաջին անգամ մենք կարողացանք որոշ ստարտափներով մտնել մարքեթինգի դաշտ, այսինքն ապրանքանիշ ստեղծել մի բան, որ չի եղել մինչև հիմա ինչ որ արտադրողական ուղղակ ենք ընդամենը եղել։ Ամենամեծ շուկան, եթե դու ունես ապրանքանիշ, արդեն մտնում ես սպառողական շուկա, դա է, շատ դժվար է այդտեղ մտնելը, եթե կարողանանք մտնել, համատության համար ասեմ, իհարկե հիմա մեծ անկում ապրեց եւ այդ երկիրը այդ պատճառով մեծ ճգնաժամ մեջ է, ամբողջ Ֆինլանդիան մեկ Nokia-ի հաշվին էր ապրում, այսինքն մեկ ապրանքանիշ ստեղծվել էր եւ փաստորեն դա պահում էր համարյա ամբողջ երկիրը։ Այսինքն ապրանքանիշ այդքան թանկ բան է այսօր աշխարհում։ Հիմա Nokia-ն այդ առանձնապես մի բան չէ։ Հա, համարյա սնանկ վիճակում է Microsoft-ը առավ, հետո պատենտները վերցրեց, մնացածը կարելի ասել մի կողմ դրեց։ ԵԱՏՄ-ի աջակատագիր ինչպես է, այսպես դանդաղ կմարի իր համար ԱՊՀ-ի նման, հա։ Ինքը մի մեծ տիտանիկ է, որը կարող է մի օր խորտակվի, այսինքն մենք պիտի գնանք, այլընտրանք չունենք, բայց հետո հանկարծ չխորտակվենք։ Խորտակման ժամանակացույցը ասեցի, մոտ 15 տարի է մնում ռուսական նավթին, այսինքն մենք պետք է հետևենք Ռուսաստանի տնտեսությունը մնում է արդյոք զուտ նավթային, եթե մնում է, ապա ժամկետները հստակ են։ Եթե այնուամենայնիվ կարողացավ փոխվի, որը չեմ պատկերացնում առանց արևմուտքի մասնակցության, նույն Չինաստան առանց արևմուտքի չէր դառնա Չինաստան, այսինքն այդ մեծ ներդրումները եթե չարվեն, Ռուսաստանի ապագան իրոք շատ դժվար է պատկերացնել եւ հետեւաբար ԵԱՏՄ-ի։ Եվ հետեւաբար ԵԱՏՄ-ի։ Իդեպ Ղազախստանն է, կգցենք նույն նավթային պետությունն է Ղազախստանը, եւ ամենամեծ ռիսկը մնում է, այսինքն դա իհարկե աշխարհը դինամիկ է, այնքան բան կարող է փոխվի այս ընթացքում, որտեղ դեմոգրաֆիան շատ արագ է փոխվում։ Մենք այնքան փոքր ենք, որ այդ մեծ ահռելի ռուսաստան նավում մեր տեղը կարողանում ենք գտնել, բայց պետք է իմանանք, որ կա սահման, դրանից վերև մենք չենք կարող այնտեղ բարձրանալ, մենք միջազգային շուկաներում պետք է ակտիվ ելք փնտրենք այս ընթացքում։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։